Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Առաջին ալիք Ամերիկան ներկայացնում է Ողջույն, առաջին ալիք Ամերիկայի եթերում հայրենակիցն է։ Ինչը կարող է ստիպել մարդուն թողնել տարիներով ստեղծած ապահով եւ բարեկեցիկ միջավայրը եւ վերադառնալ այնտեղ, որտեղ ձևավորվել է դարերի հնություն եւ պատմություն ունեցող ազգի արմատները։ Մեր հեռուստանախագծի հերթական թողարկմանը հերթական անգամ կպատմենք մեր հայրենակիցներից եւս մեկի հայրենադարձության պատմությունը։ Պատմություն, որի գլխավոր հերոսը հաստատակամորեն հաղթահարեց բոլոր խոչընդոտները։ Տունդարձի ճամփան ոչ միայն ճանապարհ է դեպի տուն, այլև ինքնաճանաչման եւ ինքնաբացահայտման մի զարմանալի ուղևորություն է դեպի քո արմատներն ու մոռացված երազանքները։ Այսօր միասին կպարզենք, թե ինչ է նշանակում մեր հաղորդման հերոսի համար հայրենի հողի ուժը, ջերմությունը եւ կյանքը հայրենիքում։ Այսօր մեզ հետ է լինելու Գրեյս Նայերի Պարտակջանը։ Ողջույն Գրեյս։ Ողջույն Ինեջը։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ դուք։ Լավ, շնորհակալություն։ Չնայած արդեն ձեզ դիմեցի Գրեյս, բայց միևնույն է պետք է հարցնեմ, դուք երկու անուն ունեք՝ Գրեյս եւ Նայիրի։ Որն եք նախընտրում, ինչպես են առավել շատ դիմում ձեզ։ Երկու անուններն էլ շատ եմ սիրում։ Պարզապես Նայիրիով դիմում են ավելի մանկությանս ընկերները։ Գրեյսը ինչպես մտավ շրջանառության մեջ, նախ ծնվել եմ նոյեմբերի վերջ, որ ԱՄՆ-ում հունակության տոնն է, եւ որպես շնորհակալություն առ Աստված, առաջին զավակն եմ իմ ընտանիքի, Գրեյս նշանակում է շնորհք, որպես Աստծո շնորհք այդ իմաստով են դրել։ Իսկ Հայաստանում երկիր Նայիրի շատ սիրելի անուն է ինձ համար, ինչպես անցավ Գրեյսի, դասավանդում էի մոտ 25 տարի առաջ, դեռ նոր եմ մտնում որպես 18 տարեկան այդականից դասավանդելու եւ գիտեք, շատ ընդունված է ուսուցիչ հետ խոսել հայերեն, երբ որ դժվարանում ես նեղնես ընկնում, ուստի ասացի ղեկավարներին, որ չասեք, որ ես հայերեն գիտեմ, անունս էլ Գրեյս է։ Քանի որ սուտ խոսելը բացառվում էր մեր ընտանիքում, չեմ ստում անունս Գրեյս է։ Hello, I'm Grace, I don't understand Armenian, եւ այլն։ Այդպես դասավանդելով այդ անունը մտավ շրջանառության մեջ։ Ուրեմն մենք էլ ձեզ Գրեյս կդիմենք։ Ինչպես ուզում եք Ինեջը։ Հուսամ դեմ չեք, որ մեր զրույցը սկսենք ձեր արմատներից։ Սիրով։ Ովքեր էին ձեր նախնիները եւ ինչպես է առաջացել ու որտեղից է սերում Պարտակջան կամ Բարդակջան գերդաստանը։ Մարաշ Զեյթուն։ Հայրիկից ծնողներն էլ գաղթել են ցեղասպանության ընթացքում։ Գաղթի ժամանակ ասում են, որ Ֆրանսիան շատ է օգնել հայերին։ Եկել է ֆրանսիացի ձիավորը եւ պապիկիս մայրիկին ասել է՝ «Մեկ հոգու կարող ես քեզ հետ վերցնել»։ Ում կվերցնես, ամուսնուդ թե տղայիդ։ Ու պապիկիս մեծ եղբայրը լինում է մոտ 3-4 տարեկան։ Մեկին պիտի վերցնի, ասում է՝ «Ամուսնուս վերցնեմ, կարողանամ ընտանիքս շարունակել»։ Երեխային թողում են ձների մեջ իրենց հետևից լացելով մայրիկ ինձ մի թող։ Իսկ իմ պապիկին, որը 1 տարեկան չկար, տալիս է հարևանին, ասում է մեջքիդ կապիր, կապրի։ Ու պապիկիս ոտքը միշտ մեծ սպի ուներ ոտքին, քանի որ ձմեռ էր ու ոտքը դուրս է մնացել այդ մեջքի կապոցից ինչ որ մի անցորդ հարևանի ու այրվել էր ցրտից։ Ու հետո ինքնին հրաշքով իրար գտել են իրենք Լիբերանան Սիրիա տեղափոխվել են ու գտել են պես որ մեծ եղբորը թողել են, որը զարմանալի է, սովորաբար մեծին, որ հետ կապված ես կպահես։ Գրեյս, ինչպես է ձեր ընտանիքը վերջում ձևավորվել եւ այնուհետեւ տեղափոխվել Միացյալ Նահանգներ։ Պապիկս տեղափոխվում են Լիբանան, իսկ տատիկս, քանի որ Մարաշը մոտ էր Սիրիային, մոտ 200 կիլոմետր ճանապարհ էր Հալեբ, այնտեղ են գնում, այնտեղ իրենք ընտանիք են կազմում։ Հայրս երբ մեծանում է, որոշում է մեկնել ԱՄՆ։ Իր հետևից գալիս է պապիկս, դե տղային ուր մենակ թողնի, երկու մեծ քույրիկից հետո մի տղա ունեին եւ մեկ եղբայր եւս ունեմ, գնում է, իսկ մայրիկիս ընտանիքն էլ իրենք էլ քաղաքացիական պատերազմից են գաղթում ԱՄՆ, այնպես որ բոլոր այնտեղ հանդիպում են ԱՄՆ-ում եւ այնտեղ է ձևավորվում։ Այո, բոլոր մեր գերդաստանը այնտեղ։ Այնուամենայնիվ տարիներ հետո Միացյալ Նահանգներում ապրելուց հետո ձեր հայրը որոշում կայացրեց իր ընտանիքը տեղափոխել Հայաստան։ Ու դա դուք արեցիք 1991 թվականին Հայաստանի համար բավականին բարդ եւ ծանր ժամանակահատվածում։ Շատ հետաքրքիր է ինչպես ձեր ընտանիքը այդ օրերին ինտեգրվեց նոր միջավայրին եւ ինչպես հաղթահարեց երբեմն նույնիսկ նախապես չհաշվարկված այդ դժվարությունները։
Այդ թվականին Ամերիկայի հայ-ավետարանչական ընկերակցություն կոչվող մի մեծ կազմակերպություն կար եւ այսօր էլ կա, որ ամբողջ աշխարհով մեկ կատարում են տարբեր առաքելություններ, դա կլինի հումանիտար օգնություն, դեղորայքային, տարբեր տեսակի աջակցություն, բայց հայկական արմատներով է։ Եվ նրանք ԱՄՆ-ում ունեն իրենց գլխամասը եւ ուզում էին տարբեր երկրներով ուղարկել տարբեր աշխատակիցներ, ովքեր կհիմնեն օգնության կենտրոններ։ Բոլոր երկրները մարդիկ համաձայնեցին գնալ, վերջում մնացել էր Հայաստանը եւ 1-2 երկիր ուրիշ, որտեղ ոչ ոք չէր ցանկանում գնալ, քանի որ գիտեին փլուզումից հետո, անկախացումից հետո վիճակ չկար։ Եվ հայրս ասաց, պատերազմական ժամանակ։ Այո, հենց այդ օրերին էր, հայրս ասաց, ես կգնամ։ Եկավ 91 թվականին նպատակը 1 տարի էր, դեղորայք, սնունդ, զանազան սոցիալական ծրագրեր, 1 տարի էր, մինչև 2025 թվականը։ Ամեն հաջորդ տարի դառնում էր լավ 3 տարի էլ, լավ 4 տարի էլ, հասկացանք, որ լավ էլի։ Ձեր հայրը ոչ թե միայն եկավ աշխատելու Հայաստան, այլև իր ամբողջ ընտանիքին տեղափոխեց Հայաստան այդ ժամանակահատվածում։ Դե ես 7 տարեկան էի, քույրս 3-4, իսկ փոքր քույրս 1 տարեկան էլ չկար։ Իսկ մայրս սիրով ասեց Հայաստանի համար, եթե պիտի դա լինի իբարս Աստծո, օգնելու մեր ժողովրդին, մեր ազգին, սիրով առանց երկմտելու եկանք։ Մենք որպես երեխաներ ոչինչից տեղակ չէինք, մեր կարծիքը չէին հաշտվում, այնպես որ մենք որևէ հերոսություն չենք արել, որևէ բան մեզ վերագրել չենք կարող։ Անշուշտ ունենք հնարավորությունը վերադառնալու, դա ուրիշ պատմություն է, բայց ծնողներս գիտակցաբար դիմելով այդ քայլին, հիմա այս տարիքում եմ հասկանում նրանց առած քայլի հերոսությունը։ Գրեյս, դուք ստացվում է 8 տարի ապրել եք Միացյալ Նահանգներում, այսինքն ձեր մանկությունը անցկացրել եք հենց այնտեղ։ Ինչ եք հիշում այդ ժամանակահատվածից, ինչ եք այսօր պատմում ձեր ընկերներին Ամերիկայի ձեր կյանքի մասին։ Հավանաբար այն ամենը, ինչ կապված է զուտ մանկության հետ։ Այդ մանկությունը ուր էլ որ լիներ, քաղցրել լինելու։ Մի երբ 50 տարիքում արդեն պարբերաբար այցելում եմ, երբեմն թվում է, որ մի տես այն հեքիաթային տեղները, որ ես պատկերացնում էի, որտեվ պարզապես մանկության աչքերն են, որ ուր էլ լինես գեղեցիկ կթվա։ Այդ գեղեցիկ մանկությունը, այնտեղ ապրելու այդ անհոգ տարիները թողեցիք եւ տեղափոխվեցիք Հայաստան։ Երբևէ մեղադրել եք ձեր ծնողներին այդ քայլի համար։ Երբեք մեղադրանք չի եղել, թեև իսկապես սարսափելի տարիներ էին, բայց դա ես հիմա եմ գիտակցում։ Ոչ, չենք մեղադրել, բոլորովին, կարծում եմ, որ որտեղ էլ որ ապրելու լինես, եթե հույսդ Աստված է, որտեղ էլ որ լինես, ինչ դժվարության մեջ էլ որ լինես, կհաղթարես։ Դա էր մեր իրականությունը։ Ու նաև հիշում եմ մի առիթով ասել եք, որ Հայաստանում դուք ձեզ տեր եք զգում եւ այդ զգացողությունը որևէ այլ երկրում չեք ունեցել եւ չունեք։ Հայաստանում հատկապես ինչն է ձեզ այդքան ուժ տալիս։ Իրականության մեջ չգիտեմ, բայց որ դա այդպես է վստահաբար եմ ասում։ Ասենք մեր ամբողջ ընտանիքը ԱՄՆ-ում է, տուն, տեղ եւ ամեն ինչ, բայց ամեն դեպքում դու քեզ օտար ես զգում եւ վստահ եմ հեռուստադիտողներից շատերն էլ որոնք այնտեղ տեղափոխվել են, եթե այս բանը այդպես չեն զգում, ապա մի օր զգալու են։ Չգիտեմ ինչով է պայմանավորված, ամենաառաջինը այն գեղեցիկ երևույթը, որ շուրջ բոլորդ խոսում են հայերեն, արդեն կարծես հոգուտ բալասան լինի, արդեն դա։ Այն փաստը, որ իսկապես այս երկրի տերը դու ես եւ այն հավատալիքը, որ դու ես կերտում քո ապագան։ Այսինքն, եթե երեխայիդ լավ դաստիարակ ես, օրինակ, որպես քաղաքացի երկրից սատարես, իր դժվարություններով հանդերձ, չասենք, որ Հայաստանը դրախտավայր է, բայց չէ որ երկիրը իր դեռահաս տարիքում է, շատ հաճախ մոռանում ենք դրսից արևմուտքից, թե մտածում ենք դրախտավայրը մեզ է սպասում, չէ, բայց սա դեռահաս երեխան ինչպես է, ասենք, ես ունեմ դեռահաս տղա, 3 տղաներից ավագը դեռահաս է, աղջիկս փոքր է, եւ այդ տարիքին ամեն ինչ կարող է տեղի ունենալ, որպես մայր պիտի ամենայն համբերությամբ եւ իմաստությամբ լցվես։ Իսկ ինչպես է իմաստանում սխալներով։ Մեր երկիրն էլ այդ փուլում է, պիտի մենք սատարենք, ու երբ որ դու սատարում ես, երբ որ մի քարը մյուսին ես դնում, զգում ես, որ դու ես կառուցում։ Եվ երբ որ դու ես կառուցում, որքան էլ որ ինչ-որ մի բան ծուրտիկ-մուրտիկ է լինում, դու ուրիշ աչքով ես նայում, որտեղ քո ստեղծածն է։ Այնպես որ այս երկրում իսկապես ուրիշ զգացողություն է։ Այն փաստը, որ երեխատ վայր ընկավ, երեխատ կորեց, մեկը զանգարում ասում է երեխատ ինձ մոտ է։ Քեզ մի բան պատահեց, մեկը կմոտենա։ Ապահովություն կա ավելի շատ հասարակության առումով նկատի ունի։ Միանշանակ։ ԱՄՆ-ում ընկար մի բան եղավ, քեզ չեն մոտենա, որտեղ օրենքով չի թույլատրվում, պետք է զանգարել շտապ օգնություն։ Այստեղ ոչի միայն կմոտենան, օգնություն կցուցաբերեն, այլ հիվանդանոց էլ կտանեն, հետ էլ կբանեն, ընտանիքի անդամներին էլ կգտնեն, կկերծրել էլ, կխմցնել, մի շաբաթ հետո կզանգեն, կտեսնեն ինչպես է, հիվանդանոց կգան։ Ուրիշ է Հայաստանում, իսկապես ուրիշ է։
Կարծում եմ նաև դա է պատճառը, որ դուք այսօր շատ ճանապարհորդում եք եւ շատ հաճախ է լինում եք Միացյալ Նահանգներում եւ այդ գայթակղությանը չեք տրվում եւ չեք ուզում տեղափոխվել այնտեղ։ Հավատացեք, այս ամռանը պիտի նորից մեկնեմ, անցյալ տարի այնտեղ դասախոսում էի մի գիտաժողովի, այս տարի նորից հայտս ընդունվեց եւ պիտի դասախոսությամբ հանդես գամ որպես համաժամանակյա թարգմանչուհի, բայց որ մտածում եմ լավ երկար վերցնեմ, քանի շաբաթով գնամ, ինչ պիտի անեմ։ Շատ բան չկա, որ այնտեղ կա, որ այստեղ չկա, ամեն դեպքում ինձ համար։ I would like to greet you all here with great love on the 20th anniversary of the Tourism Federation. Գրեյս, խոսենք նաև ձեր մասնագիտական գործունեության մասին։ Ինչպես գիտենք, դուք համաժամանակյա թարգմանիչ եք եւ պետական ու միջազգային մի շարք կարևոր եւ պատասխանատու թարգմանություններ վստահում են հենց ձեզ։ Ինչու ընտրեցիք սինխրոն թարգմանչի մասնագիտությունը։ Իրինա ջան, ես ներսից, դրսից, ոտքից մինչև ամենավերջին բջիջս երաժիշտ եմ։ Ես խմբավար եմ, դիջիժոր եմ եւ ունեցել եմ հրաշալի ուսուցիչներ, ինչպիսին են Տիգրան Հեկեկյանը, Արամ Ղարաբեկյանը, դա իմ ուղնուցուցն է։ Առաջին մասնագիտությունն է ձեր։ Այո, առաջին եւ առայսօր։ Քիչ ուժերս փորձեցի այդ ոլորտում, երբ 15 տարեկան էի, առաջին անգամ բեմից հաջորդական թարգմանություն իրականացրեցի 15 տարեկանում։ Եվ այդտեղից քիչ գնաց առաջ, մոտ արդեն 10 տարի է ինչ անում էի թարգմանություններ, բայց այս մեր ոլորտը քանի որ շատ բարձր վճարվող ոլորտ է, եթե ինչ-որ մակարդակ անցնում ես, շատ դժվար է շուկա մուտք գործելը, ունենք բավականին մրցակցային ոլորտ, շատ դժվար է մուտք գործել իմ ուզած տեղերը, դա է Միացյալ Ազգերի կազմակերպություններ, նախարարություններ, նախագահի գրասենյակ եւ այլն, այստեղ են դեսպանություններ, այս ոլորտները մտնել բավականին փակ են եւ դա տրամաբանական է, քանի որ որակի եւ պատասխանատվության խնդիր կա, եթե վերցնես միջին որակի մասնագետ, կարող են շատ լուրջ հետևանքներ լինել, շատ պատասխանատու գործ է, մեկ հոմանիշի փոփոխությամբ կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ։ Մեր մասնագիտությունը, քանի որ ինչպես ասացի, շատ լավ վարձատրվող է, բայց կայուն չէ։ Այսինքն հնարավոր է մեկ ամսում ունենաս այնքան գործ, որ ստիպված ուրիշները մերժես, հնարավոր է ամիս լինի, որ գործ չունենաս։ Անշուշտ կան որոշ թարգմանիչներ, որոնք միշտ գործ ունեն։ Շատ ավագ սերունդի ավելի թարգմանիչներ։ Ձեր միջոցառումների քանակից է կապված։ Այո։ Այդ օրվա քո հասանելիությունից։ Երբ որ մի քիչ գործս թեթևանում է, պետք է խոստովանեմ, միանգամից անհավատությամբ եմ լցվում սիրտս առաստված, որ ոնց միգուցե ինձ մոռացել են, միգուցե ես շուկայից դուրս եմ գալիս, միգուցե մի բան այն չեմ անում։ Եվ նորից ու նորից համոզվում եմ, որ լավագույն ժամանակ Աստված գիտի ում երբ ինչ է տալիս։ Մյուս կողմից ինձ համար առաջնահերթություն է իմ երեխաներից շփվելը եւ մի ուրիշ վախ ունեմ, այսօր շատ խոսում եմ խոցելի, բոլոր իմ խոցելիություններով հանդերձ բացվում եւ կիսվում եմ, մի վախ եւս ունեմ, դա է որ երեխաներս մեծանան եւ ես չնկատեմ, որովհետեւ տեսնում եք թե ինչքան արագ են մեծանում, այդ վախ միշտ կա որ հասցնեմ իրենց հետ շփվեմ, որովհետեւ իրենք ինձ համար առաջնահերթություն են։ Ասա ձեր գործունեության մեջ այն դադարները հենց դրա համար են։ Ճիշտ է Սիրինա ջան, չկա չարիք առանց բարիք ասեմ, թե Աստված ամեն բան բարի գործակից է դարձնում, այդպեսի մի խոսք է Աստվածաշնչում։ Այնպես որ դա իմ դժվարությունները հաղթահարելու եղանակներից մեկն է, դա հավատքն է ինձ համար։ Խոսեցիք կարևոր միջոցառումների մասին եւ բոլորովին վերջերս դուք մի շատ կարևոր միջոցառման ժամանակ սինխրոն թարգմանություն եք ապահովում։ Ինչ միջոցառում էր եւ ովքեր էին մասնակցում։ Սովորաբար նախարարություններ են լինում, այդ բարձր մակարդակի միջոցառումներ կազմակերպողները դա լինում է Պաշտպանության նախարարություն, արտաքին գործերի վերջինս արտաքին գործեր եւ հաճախ նախարարները որ գալիս են այդ հանդիպումներն են թարգմանում։ Պաշտոնական հանդիպումներ։ Այո, պաշտոնական հանդիպումներ են, մամլոասիլիսներ են եւ ցավոք սրտի պատերազմի տարիներին սահմանի մոտ միջոցառումներ եւ այլն։ Օրինակ այս անգամ թարգմանում եմ այսինչ երկրի համար, սկսում եմ ուսումնասիրել մեր երկկողմ հարաբերությունները, ինչ պայմանագրեր ունենք կնքած, ինչ առևտրաշրջանառություն ունենք, ինչ խոչընդոտներ ունենք, ինչ խնդիրներ ունենք, այդ բայից առաջ սկսում եմ ուսումնասիրել։ Եվ սա էլ մեր մասնագիտության նրբություններից է։ Շատերին դուր չի գալիս, որ գալիս եք 1 ժամ, մի ամբողջ ամսվա աշխատավարձ եք ստանում, բայց ես կարողանում բացատրել, որ այդ 1 ժամի համար ես 10-20 տարի առանց այդ գումարը ստանալու չարչարվել եմ։ Այդ տեսակն էլ ֆիքսիոն կա, ոնց որ բժիշկներ կամ ուրիշ մասնագիտություններ էլ կա, որ շատ կարճ աշխատանք համար բարձր է վարձատրվում, քանի որ դրա
Ետևում կան տարիների չարչարանք։ Ես սիրով մխրճվում եմ բժշկական թեմաների մեջ, իրավաբանական թեմաների մեջ, ֆինանսական թեմաների մեջ, ֆիզիկա, միջուկային ֆիզիկա եմ ունեցել, տեխնիկական թեմաներ, այնպես որ ամենայն խորությամբ մխրճվում եմ եւ գիտաժողովից հետո առաջ դառնում եմ մասնագետ։ Իսկ գիտաժողովից հետո ամեն ինչ մոռանում եմ։ Իսկ երբևէ եղել են առաջարկներ, որոնք մերժել եք, եւ ինչը կարող է պատճառ հանդիսանալ, որ դուք հրաժարվեք նման համագործակցությունից։ Վստահ եմ, որ վարձատրությունը չի լինի խնդիրը։ Շատ չի եղել, որ մերժեմ, բայց եթե մերժելու լինեմ, կլինի, եթե պայմանները պրոֆեսիոնալ չեն։ Օրինակ, եթե ասում են հաճախ մեր մասնագիտության մասին պատկերացումը թյուր է։ Մարդկանց թվում է, եթե դու թարգմանիչ ես, դու գիտես բոլոր աշխարհի բառերի թարգմանությունը մյուս լեզվում, այդպես չէ։ Նաև մասնագիտական տերմինների։ Նաև մասնագիտական։ Այդպես չէ, պարզապես մենք ունենք այն ջիղը եւ կարողությունը կարճ ժամանակում արագորեն ոլորտ ուսումնասիրելու, ձեր տրված երբ տալիս է հաճախորդ ուղղություն, բայց երբ չի տալիս ուղղություն, մի անգամ ասած, իսկ սա հեկաշարը կտակ, ինչ նյութ է լինելու, ինչ է քննարկվելու, ինձ պետք է ասած, իսկ դուք թարգմանիչ չեք։ Մտքում ասացի թարգմանիչ եմ, հանրագիտարան չեմ։ Երբ բավարար նյութ չեն տրամադրում, լուրջ չեն մոտենում գործին, դե կգաք կտեսնեք էլի տեղում ուղղակի երկու հոգի խոսելու են։ Դա չի, այդպես չի։ Ես չեմ ուզում ոչ ինքս ինձ անհարմարության մեջ դնել, ոչ քեզ եթե պատասխանատու կամ թերի մոտեցում։ Եթե պրոֆեսիոնալ չէ, ավելի լավ է չէ։ Դրանից զատ նաև անգլերեն, հայոց լեզու եւ այսօր հասկացանք, որ նաև մաթեմատիկա եք դասավանդում ձեր իսկ դպրոցում։ Երեք իրար հետ կապ չունեցող առարկաներ։ Կպատմեք այս մասին։ Մանկավարժությունը դա կոչում է եւ ինձ համար դասավանդելը ես այդ առարկաներից որևէ մեկի ամենախորը մասնագետն ու գիտակը չեմ։ Շատ հաճախ հարցնում են իմ մեթոդաբանության մասին։ Իմ մեթոդաբանության հիմքում ընկած է սիրելու եւ օգնելու գաղափարը։ Ես ոչ թե քեզնից շատ գիտեմ, այլ քեզնից շատ գիտեմ ինչպես օգնել քեզ։ Ձեռք բռնողի դերում եմ ես։ Ես տալիս եմ գործիքներ։ Հաճախ ասում են կներկայացնեք ձեր մեթոդաբանությունը։ Ասում եմ անում եմ այն ինչ ձեզ պետք է։ 21-րդ դարում ուղղակի պետք է ճկուն լինել ու պիտի կարողանաս հարմարվել իրավիճակին, բայց ամեն ինչի կենտրոնում բայելով դիմացինին։ Դա եւս գալիս է Աստվածաշնչից։ Ցիրիր դիմացինին այնպես ինչպես քեզ։ Արա այն ինչ ուզում ես, արա դիմացինին ինչ ուզում ես ինքդ քեզ անել։ Իմ երեխաները ասում են, բայց ինքը ինձ այդպես արեց, ես էլ եմ ուզում անել։ Ասում եմ, բայց չէ՞ որ մենք քրիստոնյաներս ինչ է ասում մեր մայր եկեղեցին։ Ինչ է դավանում։ Արա այն, ինչ ուզում ես քեզ անել։ Ոչ թե ինչ որ անում են։ Ու երբ որ ուսանողի հետ վարվում ես այդպես, ակամայից ստեղծվում է այն նպաստավոր միջավայրը, որտեղ նրանք ծաղկում են, նրանք բարգավաճում են։ Դուք նաև դասավանդում եք Հայկական պետական մանկավարժական համալսարանում եւ ձեր ուսանողներից շատերը փաստում են, նշում են, անպայման առանձնացնում են, որ ձեր մեթոդները խիստ տարբերվում են մնացած դասախոսների մեթոդներից։ Երևի դուք մշակել եք ձեր սեփական մեթոդաբանությունը, ինչն եք համատեղել, ինչն եք համադրել։ Երկար տարիներ եմ այլական խնամքի արձակուրդում էի գտնվում եւ հենց այս հունվարից սկսել եմ գնալ, այնպես որ ձեր հարցը շատ տեղին էր։ Մտալասարան հունվար էր։ Շատ ես սիրում եմ հեռակա ուսանողների հետ աշխատել, քանի որ այնտեղ գալիս են համեմատաբար ավելի տարիքով ուսանողներ, գալիս են մարզերից եւ եթե մարդը այդքան ժամ ճանապարհ է կտրում, ուրիշ կերպ է նա ուսմանը նայում, քան այն երիտասարդը, ով տնից դուրս է գալիս, որովհետեւ իրեն ասել են, որ դու պետք է ինչ-որ միտեղ ընդունվես։ Երբ մտա առաջին դասին, ինձ տված է ուսանողներ ինձ վերջում պատողանից դուրս գնետեն, այնպիսի մի հակալիք բարձրացավ իմ դեմ, երբ ասացի բոլորովին, երբ ասացի գիտեք ինչ պիտի գիրք գնեք, ասացին մենք արդեն մի գիրք ունենք, ավելին գնելը դա գումարի վատնում է, կորուստ ենք մենք գտնում։ Ասացի պիտի գիրք կարդաք, ասացին շատ լավ բան եք ասում, բայց մենք հիմա ժամանակ չունենք գիրք կարդալու, մենք թեզ ենք գրում։ Ասացի միշտ պիտի ներկա լինեք, հանձնարարություններ պիտի կատարեք։ Գիտեք ինչ մենք մարդկա 4 երեխա ունի, մարդկա մեր երկիրը պաշտպանելու համար զոհված զինվոր ունի։ Հասկանում եք, եզավակը իր եւ իր մայրի ուսանողն է։ Այսինքն ինձ համար շատ թանկ են այս մարդիկ, բայց միևնույն ժամանակ ես այնտեղ եմ, որ իրենց օգնեմ սովորեն։
Գրեյս, այսօր ինչ նախագծերում եք ներգրաված։ Դրանք հայկական են, զուտ Հայաստանի սահմաններով սահմանափակվում են, թե ձեր համագործակցության եզրերը ձգվում են մինչև Միացյալ Նահանգներ։ Համաժամանակյա թարգմանությունից բացի, դասավանդելուց բացի, նաև թարգմանություն եմ դասավանդում։ Անշուշտ համաժամանակյա թարգմանությունը թե Հայաստանում է լինում, թե արտերկրում։ ԱՄՆ-ում երբ աշխատում իմ դատական լիցենզավորման վրա, դատական թարգմանչի լիցենզիա կա ԱՄՆ-ում, միակ լիցենզիան է, որ իրենք տալիս են, դատական թարգմանչի, որի առաջին քննությունը հանձնել եմ, երկրորդն էլ, երբ որ իրենք հայտարարեն բաց քննություն, համապետական, պիտի հանձնեմ։ ԱՄՆ-ում կա 2-3 մեծ ասոցիացիա, սա կոչվում է դատական թարգմանիչների ազգային ասոցիացիա, որի անդամն եմ։ Անցյալ տարի հայտս այնտեղ ընդունվեց ու դասավանդում էի ես եւ իմ ճապոներենի մասնագետ գործընկերուս հետ միասին անցկացրեցինք մի աշխատարան, իսկ այս տարի արդեն ավելի մեծ ծրագիր են տվել։ Մեկը դասավանդելու եմ, թե ինչպես պետք է ինքնախնամքի ինչպես իրականացնի թարգմանչուհին, թե ֆիզիկապես, թե հոգեպես, թե մտավոր, բոլորը ինչպես կարող ես այդ դժվարին մասնագիտության մեջ ինքդ քեզ խնամել։ Եվ 3 ժամանոց ուրիշ հայտ է ընդունվել, որի ընթացքում ներկայացնելու եմ կոչվում է full body workout։ Այսինքն թե ինչպես թարգմանչի բոլոր մկանները, մասնագիտական մկանները ոտքից մինչև վերջ աշխատացնել՝ հիշողություն, արտասանություն, արտաբերում, խոսքի ձևակերպում, ստրեսի հաղթահարում, դիրք, ամեն ինչ, տեխնիկական վերածինվածություն, բառամթերք, բախի հաղթահարում, բեմից։ Գրեյս, ձեր էներգիան անսպառ է եւ ձեր մասնագիտական գործունեության շրջանակներն էլ շատ լայն են, ինչպես հասկացանք, եւ դասավանդում եք, եւ սինխրոն թարգմանություն եք անում, եւ երգչախումբ եք ղեկավարում, որտեղից ձեզ այսքան էներգիա։ Շատ-շատերն են հարցնում Իրինա ջան, գրեթե ամեն շաբաթ այդ հարցը ունենում եմ։ Պատասխանը շատ բարձ է իրականության մեջ, շատ ավելի բարձ քան պատկերացնում են, պարզապես մարդիկ կան, որ չեն հավատում իմ պատասխանին։ Միայն Աստված է տալիս։ Միայն։ Դա գաղտնի բանաձև չէ։ Եթե դու Աստծո հետ հաշտ ես, նշանակում է իր լույսի ներքո դու տեսնում ես քո սխալները։ Քո սխալները տեսար, դրանք ընդունում ես։ Շտկում ես։ Տեսար, հպարտությունդ մի կողմ ես դնում։ Երբ դու ավելի խոնարհ ես, դիմացինին ավելի լավ ես կարողանում անցնել։ Քո սխալները ընդունում ես, ավելի ներող ես, ավելի զիջող ես, ավելի համբերող ես։ Այդ բոլորը ես իդեալական չեմ, իմը դրանք շատ վատ են ստացվում, բայց ես ջանում եմ, ես փորձում եմ։ Եվ Աստված գերբնական ուժ է տալիս, եթե իսկապես իր հետ կապի մեջ ես, ոչ թե ասենք Նարեկը դրված է, բայց Նարեկը չէ, որ ինձ ուժ է տալիս։ Ինձ ինքը Աստված է, Աստծո խոսքի հեղինակը ինքն է, ինչպես ասում է մեր մայր եկեղեցին, անուն Հորի եւ Որդվո եւ Հոգվին Սրբո ասելով, մենակ այս խաչը չի, որ քեզ պահում է։ Այդ ամեն ինչի ետևում գտնվողն է։ Գրեյս, եւ մեր վերջին հարցը, որն ուղղում ենք մեր բոլոր հյուրերին։ Ինչ խորհուրդ կտաք բոլոր նրանց, ովքեր այս պահին երկմտում են վերադառնան Հայաստան, տեղափոխվեն Հայաստան, թե ոչ, եւ բոլոր նրանց, ովքեր արդեն հաստատապես որոշել են, որ պետք է վերադառնան։ Հայաստանը հրաշալի երկիր է, եւ մեկ բան էլ, որ օգնում է Հայաստանում բնակվելու, գիտակցելն է, որ իսկապես երկիրը նոր է ոտքի կանգնում։ Ոչ թե ինքը արդեն հասել է, մի համեմատիր իրեն այլ երկրի հետ, որը տարիների շարունակ պատմություն ունի պետականության, զարգացած տնտեսության, մենք նոր ենք ոտքի կանգնում, դա էլ պիտի անենք ես եւ դուք միասին։ Շնորհակալություն Գրեյս, շատ անկեղծ զրույցի համար։ Հուսամ ազնվությունս իմ դեմ չի օգտագործվի։ Այսօր միասին ճամփորդեցինք մեր հայրենակից Գրեյս Նաիրի Պարտակջյանի կյանքի առահետներով։ Արձանագրեցինք, թե որքան կարևոր է հետևել սրտի կողմնացույցին։ Մեր հաղորդման հերոսներից յուրաքանչյուրը, բախվելով տարաբնույթ խնդիրների եւ գայթակղությունների, իր կյանքի տեսադաշտից երբեք չի կորցրել դեպի իր հիմնական առաքելություն տանող, դեպի իրական տուն բերող ճանապարհը։ Այս զգացումը ճիշտ պահին եւ ճիշտ տեղում մեզ հուշում է, թե որոնք են մեր իրական արժեքները, թե ի վերուստ որտեղին ենք մենք պատկանում եւ որ հողուջրից են սերում մեր արմատները, ուղեկցելով մեզ այնտեղ, որտեղ մենք մեզ տանն ենք զգում։ Այսօրվա թողարկման համար այսքանը, կհանդիպենք։